Բարեձեզ հարգելի հետևորդներ, Facebook-յան ընկերներ, մեր հայ ազգ, այսօր մենք վերջացրեցինք Հայաստանում Երևանի պետական համալսարանի դասախոս գիտությունների թեկնածու պատմաբան Կարինե Եղիազարյանի հիջամաթերական։ Կարինեն դիմել էր մեզ շատ թերահավատորեն։ Այո թե ոչ։ Այո։ Հիմա լսում ենք ձեզ Կարինե ջան, ինչ խնդրով եք եկել ու ինչ տրամադրությամբ եք եկել ու ինչ տրամադրությամբ եք գնում այստեղից։ Սիրով, բախտաբար Facebook-յան էջում պատահականորեն գալիս է հիջամա թերապիա, որտեղ լսելով ձեր պացիենտների դրական խոսքերը, դրական արդյունքները, ասացի պետք է գնամ բժիշկը տեսնի, եթե ես համարվում եմ իրենց հիվանդը, այդ դեպքում շարունակեմ բուժումը, գուցե ինձ մոտ արդյունք տա եւ հասնենք ինչ-որ բանի։ Ինչ թերահավատորեն մոտեցա առաջին պահին, երբ որ եկա խորհրդատվության կոնսուլտացիա կոչվածին, որովհետև 3-4 աստիճանը արդեն ինքնին նշանակում է ոսկրային որոշակի մաշվածություն, որը բժիշկը հասկանալիորեն չի կարող վերականգնել։ Այստեղ խնդիրը ավելի ցավը թեթևացնելն է եւ վիճակը ավելի տանելի դարձնելը։ Հատկապես առաջին պրոցեդուրայից, առաջին թերապիայից եւ խորհրդատվության առաջի թերապիայի։ Այո, խորհրդատվության, որը անվճար էր, որտեղ 4-5 բանկաների արդեն տեղադրման արդյունքը զգալի էր հենց առաջին իսկ պահին, իսկ յուղի օգտագործումը, որը 7 անհրաժեշտ բուսական պրեպարատների խառնուրդ է եւ բուսական այդ պրեպարատը շատ նպաստեց ոչ միայն կոնքազդրային հոդի, հոդային ցավերի, ոչ միայն շարժողունակության, այդ թվում նաեւ ավեստանոքսային տրակտի կանոնավոր աշխատանքին, անգամ կանոնավոր աշխատանքին եւ անգամ ճնշման կայունացմանը, որովհետեւ ստաբիլ կամ մշտապես հայերենում, մշտապես ճնշումը ստատանվել է առավոտյան շուտ 160-90, այդպես եմ արթնացել, բայց այդ անմահական, հրաշալի եւ անզուգական ու հրաշագործ յուղի արդյունքում իմ ճնշումը 130 է, 32 դառնում է թե չէ, ես արդեն մզմզոց ինչ-որ նշաններ, այսինքն 2 անգամ ինձ վրա տարբերություն է տալիս, այսինքն բերել եք բալանսի 130-80, սա է իր ճնշումը։ Իսկ հիջամաթերապիան ձեր կոքսարտրոզին, ձեր ծնկան հոդին, որևէ դրական ինչ տվել։ Մեր հրաշալի բժշկի աշխատանքի արդյունքում ցավազրկվել է, խաթարված իմ խաթարված կամ այսպես ասած ոչ վայել ինձ կրացած քայլվածքից ես անցել եմ լրիվ մարդկային քայլվածքի, սեպտեմբերի 1-ին ձեր ուսանողները ձեզ չեն ճանաչել, քայլվածքով եմ գնալու եւ որ լիովին սպասելիքը արդյունքները արդարացված են իմ համար, որովհետեւ եւ ողնաշարի դեպքում եւ կոնքազդրային հոդի դեպքում եւ ծնկահոդի դեպքում, որտեղ ունեի ուղեկցող եւ սուրճ ճառագայթաձև ցավեր, այդ ցավերը մեղմովել են, որակը կյանքի բնականաբար փոփոխվել է եւ բնականաբար շարունակելու ենք, որքան որ մեր պրոֆեսիոնալ բժիշկը գտնի հաջորդ քայլերը երբեն լինելու։ Շնորհակալ եմ ձեզ, ձեր հրաշագործ ձեռքերին, շնորհակալություն, այո, որ դուք կաք, շնորհակալություն, որ կարողանում եք առանց վիրահատական միջոցների, առանց դեղորայքային բուժման, իսկ այս դեպքում դուք 1-2 ժամ հետո լրիվ մոռանում ես, որ եղել են դրված բանկաներ, անցքեր եւ այլը, եւ թթվասնազուրկ արյան դուրս բերումից հետո շատ ավելի թեթև է։ Իսկապես, ի սրտես, պիտի ասեմ, ազնվորեն ես սպասված արդյունքին, ինչին որ հասել ենք, այսինքն վերջն արդյունքին չէի սպասում, ինչու, որովհետեւ մի տեսակ ներքին բան կար, որ արդյոք ոսկորը, որը մաշվածություն ունի, որը ցուցված է վիրահատական
հիվանդության, էնդոպրետոզավորում, արդյոք տալու է հիջամաթերապիան որևէ բան, ինչ տալու է արդյոք մի բան։ Ես հիշում եմ, որ ասացիք 3-ից 4-րդ աստիճանի դեպքում 3-րդը շատ լավ է, որ 3-րդի ժամանակ եկել, չենք թողնի 4-րդը դառնա։ Ապրեք, զգացված եմ շատ ամեն ինչի համար, Ես էլ եմ զգացված ջեր վստահությամբ։ Շատ ապրեք, վստահություն